Բարի օր բոլորին, նորից շնորհակալություն, որ մեզ հետևում եք։ Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, ով որ իրականացրել է բալիկների երազանքը։ Մենք բոլորս աղջիկներով փոքրիկ վաղ երազել ենք ունենալ մեր սեփական տիկնիկը, իսկ այս հիանալի անձնավորությունը ստեղծել է նույնիսկ հնարավորություն, որ դու ինքդ ստեղծես քո երազանքի տիկնիկը։ Այսօրվա մեր հյուրը Քնարիկն է, Vane Handmade բրենդի հիմնադիրը, շատ շնորհակալ եմ, որ դուք եկաք, շատ կուզենայի, որ դուք ավելի շատ պատմեք ձեր բրենդի մասին, պատմության մասին, ձեր մասին, սպասում ենք։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Բրենդը շատ երկար պատմություն չունի, մոտավորապես 6-7 տարվա պատմություն ունենք։ Սկսել ենք շատ մանր, ինչպես բոլոր ստանդարտ ձեռագործ աշխատանքներ անողները, սկսել եմ դեկրետից, տանեղած նյութերից, չէի ուզի տենց սկսել իհարկե, բայց այդպես սկսվեց տանեղած իրերը կտրտելուց, ամուսնու շորեր, երեխային շապիկներ, չէ, նոր շորեր, հին շորերը հագնում են, նորերը կտրատում էինք։ Այդպես սկսվեց երեխայի համար բնականաբար, աղջկաս համար էի տիկնիկներ կարում, սարսափելի տիկնիկներ էին, նայելու բան չէր, չեմ ուզում հիշեմ ինչ տեսք ունեին, իսկ ընդհանուր բրենդը կարելի ասել վերածնվեց հենց անցած տարի, մասնակցեցի ինձեռներիցների ծրագրի, ու այդ ամբողջ խառը մտքերը ինչ ձեռքս ընկնում էր, պատրաստում էի, ինչ տեսնում էի, ահա, սա էլ կարող եմ պատրաստել, սա էլ, ինչու՞ չէ, սա էլ փորձենք, բայց ինքը հենց բրենդ դառավ, կարելի ասել անցած տարի, երբ որ ստեղծեցինք այս ստեղծագործ տուփիկները։ Ծրագրից ստացա դրամաշնոր, լավ գիտելիքներ բիզնես վարելու ու արդեն սկսել եմ մի քիչ ավելի մեծ փոքրները փոխել ենք մեծի ու ավելի վստահ քայլերով գնալ առաջ, տեսնենք, որ կհասնենք։ Կուզենայի ավելի մանրամասն պատմեք հենց ձեր տուփիկների մասին, որտեղ իրենք տարբեր են։ Այս պահին այստեղ 4 տուփիկներն են մեր, տիկնիկ սեփական ձեռքերով, ավելի մի քիչ պարզ տարբերակը խաղալիք սեփական ձեռքերով, այստեղ ավելի մանր բլոճիկներ են, թիթեռներ են, ճպուր, ուրիշ ունենք խխունջ, տենց փոքր մանր կենթանիներ են և էկոպայուսակ ներկիր ինքդ, իրականում միտքը ծագեց նրանից, որ նաև բացի տիկնիկներ պատրաստելուց անում են վարպետության դասեր, վարպետության դասերի ժամանակ շատ հարցնում են, իսկ նի նյութերից մենք վերցնենք, տանը պատրաստենք, ու այնքան գեղեր սենց այդ տեղում եղած նյութերից ինչ-որ սենց բաներ հավաքում էինք, տոպրակի մեջ, սենց լցնում էինք, տալսի ասում եմ, ինչքան տգեղ է, սենց անել, հա, որոշեցինք, նստեցինք, մտածեցինք, կոնցեպտը մշակեցինք, շատ լավ դիզայներ ընկերուհի ունեմ, օգնեց դիզայնի հարցում, շատ տարբեր տարբերակներ փորձեցինք, առաջին տարբերակը սենց ուղղակի թուղթ էր վրեն կպցրած, մի խանութ տարա, ասեց, լավ միտք է, բայց դուք սա կվերցնեիք, ասեցի լավ, ոնց ասենք, վերցրեցի տուփս, եկա տուն, տենց զանգահարեցի ընկերուս, ասեցի, ոնց որ չհավանեցին ճիշտն ասած, ու տենց նստեցինք, մտածեցինք ինչ կարելի անել ու որոշեցինք այս տարբերակը անել։ Շատ սիրուն տուփիկներ են, շատ գրավիչ են, անգլերենով ասած eye-catching կա, մի անգամից գրավում է ուշադրությունը, պատմեք։ Ուրեմն, այս տուփիկով աղջիկները, ինչպես նաև տղաները, կարող են պատրաստել իրենց համար տիկնիկ։ Ամեն ինչը մտածված է, եթե երեխան կարդալ գիտի ըստ տեքստի կարող է պատրաստել, եթե կարդալ չգիտի, փոքր QR կոդ ունենք վիդեո դասով, կարող է վիդեո դասով պատրաստել, ասեղից սկսված ամեն ինչ կա տուփիկում։ Այսպես դրում փաթեթավորված դրված է։ Ասեղներ, թելեր, տիկնիկի մարմինն է, տիկնիկի մազերն է, իմիջիալոց մազերի ընտրության հնարավորություն ունեն նաև երեխաները, տեղում կարող են ընտրել, թե ինչ գույնի մազեր են ուզում, և տիկնիկի համար բնականաբար հագուստ,
աղջիկները սիրում են, չէ, որ շատ շորեր լինեն։ Իհարկե։ Փոխեն տիկնիկի շորերը, որտեղ հոգնում են շատ։ Այո։ Այդպես ունենք մի քանի տեսակի հագուստ, որ աղջիկները կարող են սենց սիրուն թիթիզ եւ հագնվել եւ իրենց տիկնիկին հագցնել։ Այսպես մեջը սինտիպոն ունենք անգամ լցոնելու համար, ամեն ինչը կա, ուղղակի պետք են երկու հետաքրքրասեր աչուկներ ու թաթիկներ, որ իրենց ուզած տիկնիկը կարողանան պատրաստել։ Ես չեմ պատկերացնում, որ կա ինչ-որ աղջիկ, փոքր աղջիկ, որը որ չի ուզենա սենց մի հատ նվեր ստանա։ Օրինակ իմ աղջիկը այս այդ կորից իր ծնունդն է, ինքը իր ծնունդին ստանալու է այս տուփիկից, իր մորքուրի կողմից։ Շատ ճաշակով մորքուր ունեք։ Չէ, շատ լավ տարբերակ է, հատկապես նվերի համար, որովհետև այնքան ստեղծագործող երեխեք ունենք շրջակայքում, որ չունեն հնարավորություն, օրինակ տանը մաման չունի անգամ ասեղ թել տաներ կան, որը չկան կտորներ կամ չի պատկերացնում ոնց կարելի է դա անել, այնքան մանրամասն է նկարագրած, որ ոչ մի խնդիր չի առաջանա ընթացքում, հաստատ մամայի կարիքն էլ չի լինելու, որ օգնի մաման, ուղղակի մաման մի փոքր պետք է ուշադիր լինի, որտեղ ասեղ է, գոնե միայն այդ մասով պետք է ուշադիր լինել, մնացած բոլոր մասերով ամեն ինչ մտածված է, որ երեխան ինքնուրույն նստի, իր ուզած ձևով պատրաստի, իր ուզած դեմքը նկարի ու ունենա իր անհատական տեխնիկը։ Ինձ թվում է սա նաև կարա լինի երեխայի համար դաս ու իր ֆանտազիան զարգացնող ինչ-որ մի պրոդուկտ, որովհետև մի անգամ որ ինքը ինքնուրույն անի այս ամեն ինչը, արդեն կմտածի, իսկ մնացածները ոնց է կարելի ինքնուրույն փորձել ստեղծել, նույն շորիկները, նույն չգիտեմ, նույն մազերը եւ այլն։ Կարելի է փոփոխել իհարկե ֆանտազիան երեխեքի անսպառ է, մենք ինչքան մեծանում ենք, այնքան մեր ֆանտազիան մի քիչ ավելի նվազում է, ահա, որտեղ մենք արդեն իրականության հետ ենք սկսում շփվել ու մի քիչ ֆանտազիային ավելի քիչ տեղ ենք տալիս, իսկ երեխաների մոտ դա ամենա շատ զարգացած հատվածն է երեխաների կոպիտ ասած, որ ունեն ֆանտազիա անսպառ, մաքուր են ու հնարավորությունները իրենց բնականաբար ավելի շատ են, քան մերը։ Ամեն հիմիկվա խաղալիքները շատ անգամ արդեն պատրաստի ինչ-որ բաներ են, չէ՞, որ մեկ-երկու անգամ խաղում են բալիկները ու ձանձրանում են, որովհետև իրանց ֆունկցիոնալը այդքան շատ չի, բայց երբ որ դու ինքնուրույն գրեթե 0-ից ստեղծում ես ինչ-որ մի նոր ընկեր քո կյանքում, բնականաբար այդքան ջանք ու եռան դնելուց այդ խաղալիքի մեջ ավելի շատ ես արդեն իր հետ կապնվում, իրանց սիրում։ Այո, հատկապես ընտանիքի անդամ։ Երբ որ process-ը ինքդ ես կառավարում, օրինակ երեխաներ կան կարող են շատ ինչ-որ թանկանոց տեխնիկ չէ նվեր ստանալ, բայց կարող են գալ օրինակ մեր դասերին, պատրաստել մի փոքրիկ նապաստակ, իրենց ձեռքով նկարած տուրտիկ-մուրտիկ դեմքով, մի քիչ վատ կարված, միգուցե որ նայում ես շատ պարզունակ ինչ-որ բան, բայց այնքան են կապվում այդ փոքրիկ այդ իրենց ձեռքով պատրաստած իրին, որ զարմանում են, էլի ծնողները, ասում են, ոնց ինքը գիտեք ինչքան տեսականի ունի, այս խաղալիքների ու տեխնիկների ձեռքից բաց չի թողնում։ Ծնողի էգոն է խաղում այդ բանին, ոնց ես այդքան բան եմ արել իմ երեխուն, ես այդքան արել եմ։ Ոնց է ինքը դրա հետ կապվել։ Բայց շատ լավ է, որ երեխան կապվում է ինչ որ իրի հետ։ Հայաստանում մի քիչ չհանդիպող դեպք է, տեխնիկաթերապիա դասեր ենք մշակում։ Այ արդեն տեխնիկը թե երեխան ոնց է իրեն ասոցացնում իր պատրաստածի հետ, թե ինչ է մտածում իր հույզերը, ինչ է ներդնում իր պատրաստածի մեջ, ծնողները այս դեպքում ավելի լավ կհասկանան, թե իրենց ձեռքի պատրաստածը ինչ է նշանակում իրենց համար ու ինչու են երեխաները հենց կապվում իրենց ձեռքի պատրաստածի հետ։ Ոնց որ սա առաջին քայլն էր դեպի այդ մեծ ծրագիրը։ Իհարկե սա էլ դրդեց, որ այդ ծրագիրը մշակենք, շուտով ինֆորմացիա կլինի, շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև ինքը դեռ մշակման, բայց վերջին փուլում է մշակման, արդեն բայց շատ հետաքրքիր ծրագիր է լինելու ու ցանկացած ծնող ինձ թվում է կհետաքրքրվի դրանով։ Խմբակային թերապիա է լինելու, տեխնիկաթերապիա հոգեբանի հետ ու
ու ես հափորձում եմ ինֆորմացիա քաշել չի ստացվում։ Լավ, հենց պատրաստին եք կասեք այդ թերապիայի Իհարկե, միանշանակ ասելու, մի անգամն էլ ձեզ մոտ կանցկացնենք։ Շատ բարի, սիրով։ Ձեր էջում է հրապարակված լինելու ինֆորմացիան։ Անպայման։ Խնդրում եմ բոլորդ գրանցվեք Vane Handmade խաղալիքների էջին։ Ու հետևողական եղեք։ Էլ ինչ տուփիկներ ունեք։ Էլ ինչ տուփիկներ ունենք։ Այս հիմնականում սրանք նույն թեմայի շուրջ են, էլի սա խաղալիք ենք պատրաստում, նա էլ մի ավելի փոքր է, այսպեսի այս ամենքն սիրուն դրել եք այստեղ, ճպուռիկ է ստացվում, օրինակ պատրաստում ենք, ահա։ Ճպուռիկ, թիթեռնիկ, տուփերի մեջ կան ուլունքներ, կան էլի նույն ձևով եւ QR-ով եւ տեքստային ինֆորմացիայով թե ինչպես կարելի է պատրաստել, կան մանր հուլունքներ, ասեղ, թել, ներկեր, վրձիններ, այսինքն ամեն ինչ կա, որ երեխան զբաղվի, երեխան նստի, մտածի, աշխատի, իր ֆանտազիան հնարավորինս օգտագործի։ Թվում է թե ինչ որ պարզ բան է իրականում, բայց երբ որ երեխայի ձեռքը կպնում է, այնքան հրաշք է դառնում ինքը, որ չգիտեմ, զարմանում թե օրինակ ես ինչի չէի մտածել, որ սենց բան կարելի անել, քիչ ավելի ստանդարտ ենք էլի երևի։ Երբ չեք մտածել, հենց դուք եք սա մտածել, չէ, երբ որ իրանք պատրաստում են, պատրաստած օրինակ նկարներ են ուղարկում, ինչ որ բան կա, ասում օրինակ ես չէի մտածել, որ սա այսպես կարելի էր անել, ինչքան հետաքրքիր մոտեցում ունեն երեխաները, ինչքան լավ է իրանց մոտ ամեն ինչ ստացվում, ինչ մեծացանք։ Ֆանտազիան անսպառ է, իսկապես։ Ես կուզենայի, որ դուք մի հատ էս կապույտ բոքսիկներն էլ ցույց տաք, որովհետև մենք ունենք նվերային տարբերակներ ոչ միայն աղջիկ բալիկների համար, նաև տղա երեխաների համար, որովհետև մենակ տիկնիկներ չեն, նայեք ինչ հետաքրքիր։ Ջայլոց այնպես չի, որ տղա երեխաները հենց տղա տիկնիկ են ուզում պատրաստեն։ Շատ հաճախ լինում են մաստեր կլասերի ժամանակ գալիս են տղա երեխաներ, իրենք աղջիկ տիկնիկ են ուզում պատրաստել։ Այդ ապագա դիզայներներն են, իստիմա ֆեշն կուտուրիաները։ Այդ տեղից եկավ միտքը հոգեբանի հետ տիկնիկաթերապիա անելու, որովհետև շատ հետաքրքիր է, էլի, որովհետև ինչու են ընտրում։ Ինչ ասոցիացիաներ են իր մոտ գալիս, ինչի է ինքը դա ընտրում։ Իհարկե գալիս է ասում, քուրիկիս համար եմ ուզում նվեր տանեմ, դա մի ուրիշ է, բայց այնքան հաճիկով ու այնքան լավ են աշխատում, ինչպես ավելի լավ են աշխատում, քան աղջիկները։ Մի քիչ չգիտեմ ոնց կհնչի, բայց շատ կոկիկ, շատ գրագետ են աշխատում, ավելի գեղեցիկ կարեր են կարում տղա երեխաները, դուք չեք պատկերացնի ինչքան։ Դե ասում եմ ֆեշն դիզայներներն են ապագա, որ տենց մի անգամից համ գրավում է թեման, չէ՞։ Համ էլ կարողանում են իծնա եղել է իրանց մոտ փաստերեն այդ տաղանդը։ Համ էլ իրանք մի քիչ ավելի զուսպ են, երևի իրանց մոտ ավելի լավ է ստացվում։ Այս մի տուփիկներ, օրինակ ունի ոչ միայն աղջիկ տիկնիկ ստանալու տարբերակ, այլ նաև ունենք այստեղ նապաստակ է, շնորհակալություն։ Նապաստակ, աղվեսիկ։ Այո, աղվես, ունենք մտնիկ, ունենք փիսիկ։ Այսինքն բալիկները կարող են կոլեկցիա հավաքել, ամեն անգամ կարող են ստանալ sense նվեր ու անընդհատ իրենց կոլեկցիան համալրել։ Կարող է հագնել իր տաբատը, sense ոճային գույնով, ինչ սիրուն նանկ է։ Այսպեսի թիթեռնիկ կապել, ու դառնալ տղա։ Շատ ավեսն։ Կամ թեկուզ էլի աղջիկ լինել, բայց տաբատով լինել, ինչի աղջիկները չեն հագնում տաբատ։ Երկուսս էլ տաբատով։ Կամ ունենա այսպեսի շորիկ, վերև, ներքև, կամ ունենա միայն սա որպես շորիկ։ Կամ երեխան ինքը կարող է ընտրել ինչ տեսք ունենա, իր տիկնիկը վերջում, խաղալիքը է ստեղծում վերջում։ Ձեր ամենասիրածը ո՞րն է։ Տիկնիկը։ Տիկնիկը։ Հա։ Ինչ որ կոնկրետ տիկնիկ ունեք, որ շատ եք սիրում, թե բոլոր տիկնիկային տարբերակները։ Գիտեք, էլի երևի մանկությունից եկող խնդիր է, որ մենք ունեինք մի հատ գերմանական տիկնիկ, որը պապիկը բերել էր, ու ինքը դրած էր Վահարանի գլխին, շատ սիրուն փորիկներով շոր էր հագը, շատ մանրակրկիտ կարած, շատ
ու ես այդ շորից կուզեի ունենալ հաստատ հիմա էլ կուզեի ու իրենք չէր կարելի հագնել օգտագործել հագնել չէր կարելի այդ տեխնիկը օգտագործել ու հենց առաջինները ասենց մեծ նապաստակներ էի պատրաստում նվիրում էի բնականաբար հենց սկսեց ստացվել բացի երեխուց համել նվիրում էի երեխաներ էլ խաղում համել ուրիշներին նվիրում էինք շատ հավանում էին նրանց հիանում էին ոնց դու ես արել ոնց ես արել դու կարող ես sense բաներ անես մասնակցությամբ էլ հաշվապահ եմ ընդհանրապես էլի կապ չունեի դրա հետ դենց սկսեցի նվիրել հետո ծանոթներից մեկն ասեց արի ես դա վերցնեմ նվեր եմ ուզում տամ ու սա եմ ուզում նվեր տանեմ բայց ես չեմ ուզում դու ինձ տաս ես նվիրեմ դու այդքան աշխատել ես արի ես վճարեմ դրա համար առաջինը հենց այդպես ա եղել ծանոթներից մեկը վճարել է ինչ որ ասենք շնորհակալություն այո ձեր ծանոթին որ դարել է սենց մեծ ոնց ասեմ գործի սկիզբ դնող էլի հոբին դարձրել է իմիջիալով դա շատ կարևոր է ու ես միշտ խոսում եմ դրա մասին որ երբ որ դուք ուզում եք որ ձեր ընկերների, բարեկամների գործը ստացվի, գնեք իրանցից, օգնեք իրանց, լայքեք իրանց էջերը, կոմենտներ գրեք, չգիտեմ, ամեն ձև աջակցեք, որովհետև վստահեցնում եմ ձեզ, բոլորը ամեն ինչ տեսնում են, գնահատում են, շնորհակալ են։ Այո, ես էլ եմ շատ եմ շնորհակալ, որովհետև իմ ծանոթները հիմնականում այդպեսին են, իրենք գնում են ինձանից, ծանոթներ ունեմ, որ անձամբ չեն դիմում։ Ինչ որ մեկի միջոցով գրում են, որ ես ինչ բանն են ուզում, ես դա պատրաստում եմ տալիս եմ իրանց, հետո մեկ էլ տեսնում եմ օրինակ պայուսակ sense։ Ձերքը բռնած քայլում ասում, բայց այդ իմն ասում այո, ես եմ պատվիրել, որովհետև երբեմն լինում է, դե բնական է, ծանոթներից չես ուզում գումար վերցնել, այդ ամենադժվար պահն է երևի, հա, բայց ամենաառաջին աջակցողները ծանոթներն են, բարեկամներն են, ընկերներն են։ Շատ գովելի է իրականում, ուրեմն շատ ճիշտ շրջապատ ունեք, շատ ճիշտ մարդիկ են ձեզ շրջապատում։ Ճիշտ մարդիկ են շրջապատում։ Ամին։ Այո։ Երես առնենք։ Այս տեխնիկին էլ եք դուք պատրաստել։ Այս տեխնիկին էլ եմ ես պատրաստել, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, սենց ստեղծագործում եմ, այսպիսի տեխնիկներ եմ պատրաստում, բայց հիմնական մեծ ժամանակը գնում է արդեն այս տոփիկներին պատրաստելու վրա, որովհետև արդեն 10-12 խանութում ունենք, խանութների ցանցեր էլ կա որտեղ ունենք, գրախանութներում ունենք, նվերների խանութներում ունենք ու Ուր մտնեք հարցրեք վանե handmade վանե handmade Ուրիշ մեր էջում հաճախակի ունենում ենք poster թե որ խանութներում որտեղ կարող են գտնել մեր տուփերը էջում հաճախակի զեղչեր ենք ունենում մշտական հաճախորդների համար այնպես որ եք ֆիքսում մշտական հաճախորդներին հենց messenger-ով թե ճանաչում եք Ես բոլոր հաճախորդներին հիշում եմ, կարող է 5-6 տարի առաջ ինչ որ մի բան պատվիրած լինեն ինձանից, ինձ գրում են անգամ եթե մեր խոսակցությունը չի պահպանել տվյալ messenger-ը, ես հիշում եմ մենք ինչ ենք խոսել, անուններ չեմ հիշում, շատ հաճախ, բայց անունների հետ խնդիր ունեմ չեմ հիշում, բայց ինչ է պատվիրել, ոնց ենք պատրաստել ինքը, ինչ արձագանք է տվել պատրաստածին, պարտադիր ես հիշում եմ բոլորին, սովեմ այնքան կշատանան, որ չեմ հիշի իմ հաճախորդները, բայց դեռ բոլորին հիշում եմ բավական երկար տարիների հաճախորդների։ Ուրեմն համ հաճախորդներն են լավ, համ ձեր հիշողությունը։ Չէ, ես հենց նոր հասկացա, որովհետև ամեն մեկը մի առանձնահատուկ էներգիայով ես պատրաստում, ուզած, մանավանդ եթե անհատական տեխնիկա լինում, այդ էներգիան որ դնում ես անկախ քեզնից մնում է, չէ՞։ Այո։ Տեքստ կարող ես չհիշել, բայց այդ կապնվում ես արդեն այդ մարդու հետ ոնց ուզած պիտի հիշես։ Այնպես որ հիշում եմ բոլորին։ Այն առաջի խանութը, որը չվերցրեց ձեր տուփիկները, հիմա ունի ձեր տուփիկներից։ Ոչ, հիմա ես չեմ տալիս։ Տեսակ։ Չէ, հիմա չունեն իրանք մեր տուփիկները, բայց տակ իմնադե չէ։ Բայց չէ, ես որոշել եմ, որ կտակ։ Այո։ Պետք է գնամ, շնորհակալությունս հայտնեմ նախ, որովհետև զարգացմանը նպաստում է։ Իհարկե, ցանկացած
գործ սկսելու համար պետք չէ միայն դրական քրիտիկա, իհարկե ցանկացած քրիտիկա ընդունելի է, ու ես շատ դրական եմ ընդունում, ինձ շատ հաճելի է, երբ որ քրիտիկան կա, դա իհարկե առաջ գնալու հնարավորություն է տալիս։ Ուզում եի հարցնեի անունը որտեղից է եկել, ինչու Վանե։ Ահա, ինչու Վանե, ուրեմն ունեմ 3 երեխա։ Բրավո։ Շնորհակալություն, առաջինը Մանեն է, երկրորդը Վանը, երրորդը որ պիտի ծնվեր, մենք ուզում էինք Վանե դնել անունը։ Մեզ մոտ այնպես է ստացվում, որ մինչև երեխան չի ծնվում, մենք չենք իմանում ինչ սերի պիտի լինի երեխան ու ինչ-որ մտածում էինք, որ պիտի աղջիկ ծնվի ու անունը Վանե լինի, բայց տղա ծնվեց, ինքը դարձավ Արեգը ու մինչև երրորդիս հետ է ծնվել էլի բրենդը, նույն տարիքի են, և նա տղաս Արեգն է, բրենդն էլ ստացավ Վանե անունը, 4-րդ բալիկը այո, 4-րդ բալիկն եղավ, 5-րդ ամուսնուն էլ ենք հաշվում։ Ճիշտ է, բարձրաձայնում ենք դրանց։ Նորմալ է։ Իհարկե բարձրաձայնում ենք։ Ճիշտ է։ Չէ, ամել ապորանա իհարկե։ Հենք, ամուր հենքն է։ Մոտիվատորն է, ֆինանսավորողը որոշ հատվածներում։ Հովանավոր։ Այո։ Частный спонсор։ Դրանից լավ բան չէ, իմիջայլոց կա որ sense կտար չէ ամուսնու գումարը որ գործիդ համար բան չէ, տալիս եմ այսքան ժամկետով ու եթե չտաս տոկոսներ էլ միգուցե ավելանա, այնքան է մոտիվացնում, չեք պատկերացնի, ես երեք հասկացա, որ ես երեք էդ էի մտածում, որ այդ ոչ թե անշնորհքություն է կամ այնց մոտիվացիա է, ասում եմ դա արժի, բայց վերադարձնում ենք, թխվածքի տեսքով, չէ, ես վերադարձնում եմ, բայց ինքը տասնապատիկն էլ հետ է վերադարձնում, բայց այդ այնքան հաճելի զգացողություն է, երբ որ քեզ գումարը տվել են, դու ավելի շատ ես աշխատել, հերիք չի վերադարձրել ես, բայց մի հատ էլ քեզ է չէ մնացել, դու գործ ես արել, գործդ ես առաջ տվել, այդ լրիվ շատ լավ զգացողություն է, շատ հետաքրքիր մոտեցում էր, ահա, շատ ճիշտ է վերադարձնելը, հետո դրա մասին գիրք կգրեք։ Առաջ անգամ ասած մոտեցման մասին շատ հետաքրքիր։ Ֆինանսների առումով դա շատ ճիշտ է, երբ որ ինչ-որ սահման կա, օրինակ ընկերուհիս էլ տենց ունի սովորություն ֆինանսապես երբեմն օգնելու, տենց մենք այդ գիծը պահում ենք, այս գործն է, այս գործի միջի գումարն է վերադարձնում ենք, ինքը կարող է հետո ավելի շատ մեծ ինչ-որ բան անի, որ այդ գումարը չնչին ինչ-որ բան ստացվի արդյունքում, բայց այդ գիծը պահում ենք, որ ֆինանսը տվեցինք, գործի մեջ դրեցինք, գործը առաջ գնաց, պետքա վերադարձնենք, որտեղ վաղը կարող է պետք լինի ավելի մեծ գումար, մենք դա վերցնենք օրինակ բանկից, հետո ասենք լավ շոկոլադ կտանք կանցնի, չի ստացվի, բնականաբար պետքա գումարը հաշվել ու բիզնես էթիկա պահել, նույնիսկ ընտանեկան միջավայրում շատ կարևոր է միջելուց, շատ անգամ պակասում է։ Այդ նույնիսկ դից ավելի մասշտաբային միջավայրեր ունեն։ Այո, հա, Հայաստանում, բայց արդեն բավական առաջ են գնում ոնց որ նկատել եմ շատ։ Ոնց եք նկատել։ Գործընկերների հետ աշխատելով նկատում եմ, որ բավականին պարտաճանաչություն, ինչ որ անհատական վերաբերմունքներ եմ նկատում։ Ինչո՞ւ։ Շատ հաճելի է։ Գովելի է։ Շատ լավ դուրս գալիս։ Նույնիսկ ինձ ուրախանում է, որ այդպես պոզիտիվ ինֆորմացիա եմ լսում։ Հա, ու ինձ բոլորն են շատ անձնական աճի վրա են աշխատում բոլորը եւ իրենց գործի աճի վրա են աշխատում։ Իմիջիալոց երևի նրանից է որ կոնկուրենցիան շատ մեծ է։ Փոքր ենք մենք, կոնկուրենցիան մեծ է, անկախ մեզնից պիտի ինչ-որ բան անենք, որ տարբերվենք, գրավենք եւ հաճախորդին եւ գործընկեր գրավենք։ Ըստ իս երևի դրանից է, որ բոլորը աշխատում են եւ անձնական աճի վրա, եւ եթե անձդ աճեց բնականաբար զգտում է յուրահատուկ ինչ-որ բան ստեղծի։
Այս այդ պայուսակն է։ Իմ ջերդ շատ որակյալ պայուսակ է։ Երեխեքը սրանից են օգտվում, սրանք են կապում, վերցնում դպրոց գնալից եւ ֆիզկուլտուրա եւ այլն ավելորդ ինչ-որ նոտայի տետրեր, պապկաներ դնելու համար շատ հարմար չափս ենք ընտրել, որ երեխեքին հենց ինքը հարմար լինի։ Լավ էլ աշնանային նկար ստացվել այս մեկը ակրիլային ներկեր են հենց կտորի համար տարբեր չափի վրձիններ են ու էլի ինստրուկցիան է ինչպես կարելի է գույնը պայուսակները ես եմ կարում իսկ պրինտերը դուք եք նկարում չէ հենց պրինտ ենք անում տպագրական սարք ունեմ տպագրությունը ըստ տրամադրության հիմնականում ինչ որ մի հետաքրքիր բան եմ գտնում, ասում եմ, դες կարելի է տպել, պես ինչ որ հատուկ չունենք, այս տեսականին է ու վերջ։ Անդադ զարգանում ենք, անդադ աշխատում ենք, նոր ինչ որ բան, մի դետալ փոխում ենք, մեկը ավելացնում, պակասացնում ենք, հաճախորդների ֆիդբեքերն էլ շատ կարևոր է, շատ օգնում է, որ ավելի լավացնենք մեր պրոդուկտը։ Այստեղ նաև գրած է, թե օրինակ ինչպես ներկելուց հետո ինչպես անել, որովհետև ակրիլային ներկերը կտորի երկար ժամանակ է պետք չորանալու համար, պետք է նաև այդ սկզբնական շրջանում հատուկ խնանք, տոպրակը կառնենք կտեսնեն իհարկե մեջը ոնց է գրած ոնց պետք է անել ու բավական երկար չէ։ Պայուսակի հետ հավասար ապրում են ներկերը, խնդիր չի լինում, որ հանկարծ խառնվի ներկերը գույնը թափվի, իսկ լվանալ կարելի է, եթե ինստրուկցիայով ճիշտ, այո, պատրաստել ենք, ներկել ենք, այո, լինի դա լվացքի մեքենա, թե լինի դա պայուսակ, խնդրում եմ ինստրուկցիաները միշտ կարդացեք, որովհետև շատ մանրակրկիտ ճիշտ ասած է, ամիսներով բառերն ընտրում ենք, գրում ենք Այս բառը չէ, միգուցե փոխենք հոմանիշների բառարանները քրքրելով, բառերը ընտրում գրում ենք, իսկ հաճախորդը չի կարդում։ Վայ, գիտեք, լողոզվեցին բոլոր գույները, ասում եմ, կարդացել եք։ Այնտեղ ինստրուկցիան, վայ, ինստրուկցիան պետք է կարդանք։ Ճիշտ է, կարդացեք ինստրուկցիան, դա շատ կարևոր է։ Արթնացրեք ներքին փոքրիկ գերմանացուն եւ պատասխանատվությունը ուսումնասիրեք։ Ինչի մասին եք դուք երազում, երբ որ փոքրիկ էիք։ Փոքրիկ քնարիկը ինչ էր ուզում այս կյանքից, որտեղ էր հասել իր երազանքների քնարիկը։ Ուզում էր օֆիսում։ Ահա։ Շատ խիստ հագուստով նստեր համակարգչի առաջ։ Ինչքան թվեր հաշվեր։ Քնարիկը ալուրջ։ Մամից հաշվապայք ուզել։ Միշտ տենց տատիկիս պայուսակը վերցնում էի, ինքը թղթեր ունեի, ասենց կտրտում դնում էի, ինչ որ բաներ էի գրում, շատ լուրջ դեմքով տեղավորում էի սեղանի վրա, շատ հավասար, չեմ էլ հիշում ինչեր էի գրում, ճիշտ ասած այդ թղթերի վրա։ Շատ ցենց լուրջ, ես ինձ օֆիսային աշխատող էի պատկերացնում, ընդամենը 3 տարի դիմացա օֆիսում։ Շատ արվեստոտ օֆիսներում եմ աշխատել, բայց հենց կոնկրետ լուսանկարիչների ասոցիացիայում եմ աշխատել, երբ որ դեռ նոր էր սկսում։ Կամաց կյանքի ուղին ձեզ այսպես մոլորելով տանում է դեպի ձեր իսկական նպատակ։ Ու դրանից հետո եմ գնացել օֆիսային աշխատանքի ու ոնց կարելի էր այդ գժոտ ատմոսֆերայից գնալ նստել օֆիսում աշխատել, ես չեմ հասկանում, բայց ինձ թվում էր ինձ պետք էր աճել, ինձ պետք էր զարգանալ, որովհետև ինձ չէր հերիքում արդեն այդ տեղի աշխատանքը։ Այդպես հարցազրույցի գնացի, հենց առաջին հարցազրույցից դուրս է եկել հələ դեռ չէի հասել իմ գործի տեղը, որտեղից որ դուրս է եկել հարցազրույցի համար, զանգեցին, ասեցին հաջորդ փուլ եք էլի անցել, արդեն բաժնի ղեկավարի հետ հարցազրույց անցնելու համար, ես ֆինանսական ղեկավարի հետ հարցազրույցն անցանք, որ ասում եմ, բայց համոզված եք, որ ուզում եք, ասում եմ, հա, համոզված եմ, որ ուզում եմ։ Այդ օֆիսի մասին, խոսքը։ Որտեղ դե փոքր էի երևի, հա, մի 20-21 տարեկան էի ընդամենը ու ես ձգտում էի դրա կարիքը ես շատ էի զգում, 20-21 էլ չէ երևի։
Դե փոքր եք գոնե ֆինանսական բաժնում պիտի ինչ-որ սենյոր բան զբաղեցնեք, պաշտոն զբաղեցնեք, ավելի մեծ պաշտոնի համար պետք է աշխատել, պես գնացինք անալիտիկ եւ չգիտեմ, շատ բաժիններ անցավ ու բայց արդյոք դեկրետից հետո հասկացա, որ չէ, այդ իմը չի, ես պատրաստ չեմ այնտեղ վերադառնալ, ոչ թե վատն էր օֆիսը, այլ իմը չէր, ավելի ազատություն ա ուզում եւ ձերս թվորչство ոնց են հայերեն ասում, արվեստը ներքին չէր տեղավորվում այդ միջավայրում ուզում էր դուրս գալ, չէր թողնում որ հանկարծ գնամ այնտեղ, այդպես չվերադարձա դեկրետից հետո դեկրետից հետո դեկրետ ոնց եմ դες հասկանում, բայց մի որոշ ժամանակ հետո կզգաք ինչքան լավ էր, որ այտենց էր, հա, հույս ունեցեք, այո, ման կամերաների մոտ էպես են, պետք է շատ լուրջ ասել, որ ամեն ինչ շատ լավ է ու ամեն ինչ հրաշալի է լինելու, այո, ավելի լավ է լինելու, քան այսօր է, այո, մենք իրար հասկացանք, լավ, Այ դե ուզում հարցնեի տարածող տեխնիկների մասին խոսեիք մի քիչ։ Ես դες խոսք էի տվել, բայց դեռ իրենք քանի որ շատ պատասխանատու եմ, շատ դժվարանում եմ իրան արագ դուրս բերել շուկա, որովհետև այդ մի քիչ ուրիշ է, էլի, մի քիչ հոգուց է գալիս, այնչի ինչ որ սա, իհարկե սա ուրիշ է, էլի իմն է, բայց տարազովի համար պատասխանատվությունը մի քիչ այլ է։ Դա ավելի ստեղծագործական է, իսկ նա ավելի հայրենիքի ինչ-որ մասնիկ է, ինչ-որ պատմություն է, ինչ-որ ժամանակահատված է, որը իրավունք չունես փչացնելու։ Պետք է շատ մեծ հոգատարությամբ հասնես այն կետին, որ դու պատրաստ ես դա արդեն բաց թողել շուկա։ Դու պետք է հասկանաս, որ բոլոր հնարավոր տեղերից ճշտել ես, բոլոր հնարավոր աղբյուրները օգտագործել ես, որ ճիշտ պրոդուկտը ստանաս, ճիշտ տարազը ստանաս, որ ինքը ճաղավաղի պատմությունը, տարազի տեսակը։ Այդ հարցում հենց Տերյան մշակութային կենտրոնի հետ է կարելի փորձել համագործակցել, որտեղ իրանք բոլորը արդեն ոնց որ ճիշտ հավաքագրել են բոլոր տարազներն մանրամասն գիտեն։ Ինձ ցույց եմ տվել են իրանք գրքերը, շատ լավ գրքեր են տվել, հա, այդ էլ եմ նայել, էլի շատ մասնագետների հետ եմ փորձում քննարկել, գրքեր եմ փնտրում, նկարներ, պատմություններ, ինչ որ հին փորձեցի մեր տան հին նկարները գտնել, սև սպիտակ էր իհարկե չօգնեց մեր տատիկը Կարսից է եղել մի ժամանակ հայրիկիս տատիկը արդեն փորձեցի ինչ-որ տարազով ինչ-որ հագստով նկարներ գտնել, շատ վնասված, շատ վատ վիճակում էին, չկարողացա իհարկե, բայց փորձում եմ ինքը լինի իդեալական, որ ես ինձ թույլ տամ, որ դա լինի պոլկայում դրած ու գնորդը գա վերցնի, որ իմանա ինքը դա է, այնա ինչ-որ ներկայացված է, եթե գրված է օրինակ Սյունիքի տարազ, ինքը վերցնի ու տեսնի եւ Սյունիքի տարազը, եւ տեսնի ինֆորմացիան այդ տարազի մասին, թե ինչի է այդ գույնը ընտրվել, ինչի է այդ ձևը ընտրվել, նշանակությունը իմանա, ձևը իմանա ու հենց նույնը լինի, ոչինչով չտարբերվի, ֆալսիֆիկացիա չլինի։ Այո, դրա համար այդ պատասխանատվությունը չի թողնում, որ ավելի շատ ուրախ եմ, որ այդպես պատասխանատու ձևով եք մոտենում այդ հարցին, որտեղ շատ են sense նմանացնում, փորձում են ինչ-որ բաներ անել, բայց չեն հասկանում, որ շատ անգամ իսկապես պատմություն են աղավաղում այդ ամեն ինչով։ Ինչ պրոդուկտներ եք պլանավորում անեք։ Այդ ես հասկացա, որ դուք անում եք մաստեր-կլասներ, ու անում եք այդ հոգեբանական տեխնիկաթերապիան, տարազներով տեխնիկներն եք պատրաստում, էլ ինչ որ հետաքրքիր գաղափարներ կան, որ արդեն ապագայում ուզում եք իրականացնել։
Սեփական կենտրոնից խոսելը իհարկե մի քիչ երազանք է, նաև պատասխանատվություն դրա համար հիմա օրինակ որ արդեն այն հոբից անցել ենք բիզնեսի, մի քիչ պատասխանատվությունը ուրիշ ձև է նայում, օրինակ ասում եի, հա, ես սեփական կենտրոն ունենամ, sense մտնեն երեխեքը ու չուզեն այդտեղից դուրս գալ, բայց հիմա հասկանում եմ, թե այդ ինչքան ահռելի աշխատանք է իրանից ենթադրում, ու մի քիչ միշտ հեշտ է երևում, մի քիչ այդ վախը ավելի զուսպ է, էլի, ստիպում ավելի զուսպ լինել, բայց սեփական կենտրոն, որը ունենա նաև վաճառասրահ, մաստեր կլասերի հնարավորություն, այդ կենտրոնի մասին դեռ չեմ դադարում երազել, որը ժամանակ անց իհարկե ինքը կդառնա հենց պլան, որը իրագործվի, բայց այս պահին ինքը ուզում եմ որ երազանքի փուլում լինի, դեռ չեմ ձգտում իրան դարձնել ամբիցիա լինի։ Ահա։ Բայց ես դες ցանկանում եմ, իսրտ եմ աղթում եմ, որ մաքսիմալ շուտ, մաքսիմալ հեշտ ձևի, թեթև ձևի դուք հասնեք այդ նպատակին, առանց ինչ-որ ծանր ճանապարհներ անցնելու ու կարողանաք իրագործեք այդ ձեր ասած պլանը, ու ինչքան հնարավոր է շատ բալիկներ կարողանան ձեր մոտ գան, սովորեն տիկնիկ սարքել, սովորեն արտահայտվել տիկնիկների միջոցով, էլ ինչ որ հետաքրքիր ինչ ուզում եք այնտեղ անեք իրանք այդ ամեն ինչը շատ բաներ կմտածեմ, այո, շատ բաներ ունեմ մտածած, բայց քանի որ մի քիչ տենց վախ կա մտքին արտահասանելու, ճիշտ եք ասում, հասկացած եմ, ասում պլաններիդ մասին ասա, այնտեղ վերևում ծիծաղեցրու, դրա համար չէ, ես իրանց մի քիչ պահում եմ, երբ որ իրանք պատրաստ կլինեն արդեն, հաստատ բոլորը կտեսնեն, կիմանան, որ ես ուր ես ինչտեղ է, ես ունեի այդ պլանը, մտքերն ունեի ու իրանք դարձան պլան ու իրագործվեցին։ Ինչ կցանկանայիք ումային։ Ես էդ էի ուզում, սպասում էի, որ ուման ենքան հետաքրքիր ստացվեց, օրինակ ես երևի ձեզ հետ խոսակցության մեջ նշեցի, որ առաջինն էիք, որ հենց դուք դիմեցիք պրոդուկտի համար, որովհետև ես պրոդուկտը հենց ձերքս բռնած պտտվում էի ամբողջ քաղաքով ու դա մեր գործն է գտնել ամենահետաքրքիրներին եւ հավաքել մեկ տանիքի տակ։ Ճիշտ եք ասում, շատ հաճելի էր, որ դուք ինձ գրեցիք, դուք մեզ գտաք, հետաքրքիր գտաք մեր պրոդուկտը ձեզ մոտ ներկայացնելու համար։ Ունիկալ։ Այո։ Ժամանակակից եւ հայկական։ Այո, ուզում եմ նման բաները դուք ասեք։ Ես չեմ ասում։ Դուք որ այստեղ եք, դա արդեն նշանակում է, որ դուք ումայի ընտանիքի անդամ եք։ Չէ, իրականում ամեն մարդ իր բրենդի համար, ոնց է ամեն ծնող իր երեխայի համար ինքն է, չէ, ինքը գիտի, որ նա իր երեխու համար ամենալավը։ Նույնն էլ ամեն բրենդի համար երևի ստեղծողը գիտի, թե ինչ է իրան պետք, որ իր բրենդը ինչ լինի, ուր հասնի, ու դրանից ավելի լավ ցանկություն երևի չի լինի, դրա համար ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր բրենդները եւ դուք էլ ձեր հավն էլ հետը դառնաք համաշխարհային մակարդակի, ձեզ տեսնենք, չգիտեմ, Նյու Յորքի պոստերներին, ձեր բրենդը ներկայացնենք այնտեղ մեր պրոդուկտները, օրինակ տեսնենք Եվրոպայում, Ավստրալիայում, կուզեի, շատ կուզեի, հետաքրքիր կլիներ, իրոք դառնաք համաշխարհային ու ձեր ներկայացրած բրենդերն էլ դառնան համաշխարհային ու ինձ թվում է դրանից ավելի հաճելի բան է, sense ներքին շոյվածություն չի լինի դրա համար, շնորհակալ եմ շատ, որ Վերջի հարցը, որը բոլորին տալիս ենք, ինչի համար եք ամենաշատ շնորհակալ Աստծուն։ Ասացիք կտրելու հնարավորություն ունենք, չէ՞։ Իհարկե, ես աթեիստ եմ։ Վայ, չեղավ, ես մի մեկը չեղավ։ Դե բերեք ուրեմն այս հարցին ես պատասխանեմ։ Ես պատասխանեմ առաջի անգամ այս ոդքասթի շրջանակում, առաջին կպատասխանեմ ձեր տեղը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինքը ընտրել է ձեր համար այսպես գեղեցիկ ու մեղմ ճանապարհ,
որ դուք գտնեք, կոպիտ ասած, իստինան, ոնց է իստինա հայերեն ճշմարտությունը գտնեք ու իրան ճանաչեք, որովհետև ճանապարհները տարբեր են, երբեմն շատ դաժան են, երբեմն շատ դժվար են, տարբեր փորձություններով ես անցնում, մինչև հասնում ես այդ մտքին ու սկսում ես ճանաչել ու շնորհակալ լինել։ Նորմալ է, բոլորիս մոտ եղել է տենց փուլ, սաղս էլ գիտենք, ու ես ուղղակի քանի որ եկել եմ, այդ ամեն ինչի մեջով էլ կարելի ասել անցել եմ, գիտեմ, որ մի օր կգա ու անպայման մենք այս հարցի շուրջ նորից կզրուցենք, արդեն երևի ավելի ընդլայնված ինչ-որ միջավայրում, ու ես կլսեմ այդ վաղ ձեր պատասխանը։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ եկաք, որտեղ քննարկի սկզբանե տենց կամուկացների մեջ էր արդյոք պիտի երևամ, չերևամ, ես շատ ուրախ եմ, որ դուք եկաք։ Ես ուզում եմ, որ դուք մաքսիմալ շատ երևաք, որ մարդիկ մաքսիմալ շատ ձեր մասին իմանան, նայեք, ուսումնասիրեք, գրանցվեք Vane Handmade-ի էջում եւ հետեւեք, որտեղ կան իրանք ձեր մոտակայքում, ընտրեք իրանք նվերներ ձեր բալիկների համար եւ սիրեք մեր հայկական, մանկական արտադրանքը։ Ստեղծագործեք ու թողեք երեխաները ստեղծագործեն։ Այո, թողեք ազատ ստեղծագործեն երեխաները։ այո, ամին։ Այո, այստեղ ամին համաձայն եմ։